այն, որ այս ընթացքում ստեղծված իրավական հանձնախմբի շրջանակներում մարտցնագրել ենք բազմաթիվ փաստեր, դեպքեր և ունենք ողջ գնահատականներ, այլ նաև մի շարք ուղերձների անհրաժեշտություն կա, թե մեր հանրությանը և թե նաև լրագրողական հանրությանը, որովհետև այն, ինչ այսօր Հայաստանի գործող իշխանությունի դեմ էս ՔՊԻ և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը իրականացնում են, ոչ միայն մարդկանց հիմնական իրավունքների ոտնահարում է, այլ բացահայտ նաև հանրային բարոյականության ամբողջությամբ ոչնչացում։ Դրա համար մենք, այսպես ասած, խմբավորել ենք հիմնական ասելիքները 6-7 հիմնական ուղղությամբ, թիրախային ուղղություններով, ասեմ, որ այս պահին էլ, ինչպես գիտեք, առավոտվանից տարածված տեղեկատվության համաձայն իշխանությունը իր քաղաքական իշխանությունը իր բնույթ հպատակ իրավապահ համակարգով ընդդիմադիր գրեթե բոլոր շտաբներում և վայրերում իրականացնում է այսպես կոչված օպերացիաներ։ Այդ օպերացիաները ակնհայտ է, որ ոչ մի լուրջ հետևանքներ չեն ունենում, որովհետև թե իրենց հրապարակումները, թե այսպես կոչված բացահայտումները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է և փորձում է սրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ և տալ այսպես կոչված հիմնավորումներ միջազգային կազմակերպությունների մոտ, թե տեսեք Հայաստանում ընդդիմությունը իրականացնում է ընտրախախտումներ և այլն, մինչդեռ ամենախոշոր ընտրախախտողը իրենք են և նախընտրական մթնոլորտը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ատելություն, թշնամանք, հանրային բարոյականության բոլոր սահմաններն անցնելով հանրության մեջ սերմանում է և շարունակում է իր այդ վարքագիծը իջացնել բոլոր նշաձողերը, բոլոր բարոյականության բոլոր նշաձողերը, փորձում է նաև, այսպես ասած, ընտրարշավին հաղորդել, իբր թե ինքը ունի հանրային աջակցություն։ Երկրորդ խոշոր ուղղությունը, որ կուզենայի ես խոսել, հետո փոխանցեմ պարոն Խուդոյանին, վարչական ռեսուրսների սարսափելի և շարունակաբար չարաշահումն է։ Ընդ որում վարչական ռեսուրս ասելով, ուզում եմ հստակեցնել, մենք նկատի ունենք ոչ միայն ֆինանսական ռեսուրսները, որոնք հանրային բյուջեի, պետական բյուջե, համայնքային բյուջեների մսխումն է և բացահայտ ընտրակաշառքի տեսք ունեցող աջակցություններն են, այլ նաև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներն են, ակնհայտ կադրային ակնհայտ չարաշահումներն են, տեղեկատվական ակնհայտ չարաշահումներն են, ուզում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հրապարակային, լինելով քարոզարշավի մեջ, վկայակոչում է ազգային անվտանգության ծառայությանը և ասում է, որ վաղը ներկայացվելու է մեղադրանք թեկնածուներից մեկի պետական դավաճանության հատկանիշներով։ Սա ոչ միայն օրենքի խախտում է անձնական տվյալների մասին, այլ նաև առհասարակ պետական գաղտնիքի մասին, քրեական դատավարության մասին օրենսդրության, սահմանադրության խախտում է և եթե մենք ունենանք իհարկե իրավապահ համակարգ, գլխավոր դատախազ, որը քիչ թե շատ հավատարիմ լիներ սահմանադրությամբ և օրենքով իր վերապահված լիազորություններին, նա պետք է տեղի վրա հանրային քրեական հետապնդում հարուցեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Բայց մենք արդեն սովոր ենք այդ ամենին, որ իրավապահ համակարգ ամբողջությամբ ծառայում է այս իշխանությունների ապօրինի գործողություններին և այդ գործողությունները քողարկելուն։ Հակառակ այն բան է, որ ընդդիմության նկատմամբ իրականացում է արշավ, ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահին էլ Գյումրիում Հայ հեղափոխական դաշնակցության շտաբում
իրականացնում է խուզարկություն մի քանի բնակարաններում մեր ընկերների եւ համակիրների իրականացնում է խուզարկություն, 3 նախորդ օրը աշտարակի գրասենյակներում է իրականացվում, հրապարակում են ինչ-որ ապօրինի գաղտնալսման տվյալներ, որոնք բացարձակ կապ չունեն ընտրակաշառք ասվածի հետ, փորձում են այս մարդիկ, այսպես ասած, ներկայացնել այդ սոուսի մեջ, բայց իրականում եւ ժամանակն է ցույց կտա, որ դա այդպես չէ, եւ վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո բոլոր են իրավապահ համակարգի աշխատակիցները, որոնք որ կանխամտածված, հետևողականորեն, դիտավորյալ կերպով փորձում են իրականությունը խեղաթյուրելով ներկայացնել այս ամբողջ գործողությունները կանգնելու են արտարադատության առաջ։ Հիմա փոխանցեմ խոսքը պարոն Խուդուրյանին, հետո ընթացքում էլի կանդրադառնանք։